Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ես իրոք ուզում եմ տեղեկացնել, որ հունիսի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա երգիչ Հարութ Բալյանի մենահամերգը։ Կենթանի հնչողությամբ կհնչեն երգչի հին ու սիրված, ինչպես նաեւ նոր երգերը։ Եվ այս առիթով մեր տաղավարում է հենց Հարութ Բալյանը, բարի առավոտ Հարութ։ Բարի լույս։ Բարի լույս, Ոնց ենք։ շատ լավ, դուք ինչպես եք։ Շատ լավ ենք։ Մենք գիտենք, որ նաև Խաչիկը Եղոյան պիտի լիներ այստեղ։ Երևի հիմա մեզ դիտում է Խաչիկ ջան։ Շատ խաբեցիր չեկար եթե, բայց ոչինչ, մենք Հարութի հետ առանց քեզ կխոսենք։ Ողջունենք, Խաչիկ։ Այո, ողջուններ։ Ոնց է տրամադրությունը, ոնց է տրամադրվածությունը նաև։ Նախ շատ շնորհակալ եմ հյուրընկալելու համար ինձ։ Տրամադրությունը շատ լավ է։ Արդեն գիշեր ցերեկը ոնց որ սենց արդեն կամած-կամած, հա, ջետլագից դուրս են գալի։ Գործերը կամած-կամած սկսել ենք արդեն։ Պատրաստում ենք հունիսի 8-ին, կարծում եմ մեծ եւ երկար սպասված մենահամերգին։ Այո։ Ինչն եք ամենաշատը այստեղ կարոտել։ Կամ ում։ Բնականաբար իմ ընկերներին, իմ հարազատներին, վերջին անգամ եղել եմ 18 թվականին, նորից մենահամերգով է եկել, բայց ինչքան էլ ես Միացյալ Նահանգներում ապրում եմ արդեն 35 տարի է, բայց ամեն անգամ գալուց հետո sense մի հատ զգացմունք կա, որ մեկը ինչ ուզում ես արա, քո ծննդավայրն է, քո հայրենիքն է, անբացատրելի զգացմունք է։ Հենց որ ամեն անգամ գալուց զգում եմ ես այդ զգացմունքը։ Խոսենք համերգից։ Ինչ է սպասվում համերգին, որտեղ նշեցինք արդեն կենթանի հնչողություն, նոր երգեր, հին երգեր։ Այո, բոլորովին նոր համերգային ծրագիր է։ Հին երգերով, նոր երգերով, զույգ երգերով միանալու են ինձ իմ ընկերները աշխարհի տարբեր անկյուններից, որ երգենք իրենց սիրված բոլոր զույգ երգերը, նոր երգերի պրեմիերաներ, մի խոսքով նոր շունչ, նոր ծրագիր, նոր երգեր, որը բոլորս շատ տրամադրված ենք եւ ինչքան անհամբեր սպասում եմ, որ այդ օրը գա, որ մի օրը ոնց որ 2-3 օրվա տեղ սենց շուշուտ անցնում է, առաջ աստված տեսնենք ինչ կլինի։ Մենք քիչ առաջ նաև խոսեցինք, հիշեցինք Չիոմայի հետի զույգերքը, որը շատ սիրվեց, եւ հիշեցինք նաև, որ այդ ժամանակ նաև Հայաստանում եք եւ հյուրընկալել եք մեր ծրագրին։ Հարութ Չիոման այստեղ կլինի, թե պատկերը կլինի։ Չէ, քանի որ ինքը Ջամայկայի ծնունդ է, այնտեղ է ծնվել, չգիտեմ, ինքը ինչ որ մի քիչ վիզայի խնդիր կարող է լինի, բայց բնականաբար ամեն ինչ պետք է անենք, որ գա։ Վաու, միգուցե անակնկալ լինի։ Օհո։ Հաշալի է։ Եվ նոր երգեր եւս լինելու են, մի քիչ այս մասին, քանի նոր երգ կլինի, ինչ տրամադրությամբ։ Մինչ համերգը արդեն ունեմ 3-4 նոր երգ, բայց մենահամերգին կլինի եւս 2-3 երգի նոր պրեմիերա։ Իմ ոճի երգեր, ուրախ, տրամադրող, անակնկալ կլինի ժողովրդի համար։ Մոտավորապես երգելու եմ երևի երգերը կազմելու ժամանակ 45 հատ երգից սկսեցի, որ ասում եմ, էսի երգեմ չի լինի, ენი երգեմ չի լինի, ენი երգեմ չի լինի, մի խոսքով 29-30 երգի վրա կանգնել եմ։ Բայց դա ըստ ծրագրի, հետո համոզված եմ այնտեղ բիս, բնականաբար հավեսի կընկնենք։ Այո, հավեսի կընկնենք մի երգը երկու անգամ երգենք, ժողովրդի հետ կերգենք։ Այո, կենթանի հնչողություն, կարծում եմ, որ ես բնականաբար շատ տրամադրված եմ, ժողովուրդն էլ տրամադրված, անհամբեր սպասում ենք այդ օրվան։ Իդեպ երաժիշտներին արդեն հավաքել եք, սկսել եք Երաժիշտները, այո, երաժիշտները իմ հարազատ ընկերներն են, Կարեն Սևակը, իրենց տաղանդավոր երաժիշտներով, ամեն օր մտածում ենք, երաժիշտները ավելանում են, չեն պակասում, ամեն օր մտածում ենք, որ էս էլ անենք, էս էլ անենք, էս էլ անենք, մոտավորապես մոտ 30 հոգի երաժիշտներից է բաղկացած, կարծում եմ, որ չենք պակասացնի, բնականաբար, կարծում եմ, որ կավելացնենք, մեծ թիմ է լինելու, մեծ աշխատանքային բուռն բան է լինելու այդ երեկո, հենց որ
նորից անհամբեր սպասում ենք այդ օրվան։ Իսկ նոր երգերի համար տեսահոլովակ հայրենիքում չեք նկարել։ Չեմ հասցնի, թե չէ սիրով։ Դա էլ հաջորդ անգամ։ Դա էլ հաջորդ անգամ, այո։ Պլանավորել էի, բայց ժամանակի առումով ոնց անում ես, չես կարող հասցնել։ 35 տարի արդեն Հայաստանում չեք ապրում։ Իսկ երբ գարցեք Հայաստան, կա ինչ-որ վայր, որ ամենասիրելին է, ու միշտ ձգտում եք գնաք դեպի այդ կողմ։ Ես մոտ 1 շաբաթ քաղաքում լինելուց հետո միշտ սիրում եմ քաղաքից դուրս գնալ։ Տեսարժան վայրերը, այդ բնությունը, ես միշտ դրան եմ սիրահար, բայց բնականաբար գնալուց հետո ասում ես լավ հերիք է, արդեն ինչքան մնացից դե հետ գնամ քաղաք, որովհետև քաղաքի աժուտաժը շատ բաներ է փոխվել, որ շատ հաճելի է ինձ համար։ Երկու տարբեր տեսակի մարդիկ կան, ովքեր դուրս են գնում, այսինքն Հայաստանի Հանրապետության սահմաններից գնում են եւ այլ երկրում են հաստատվում, հայերի երկու տեսակ կա։ Մի մասը գնում է եւ հայկականությունը ամբողջությամբ այստեղի նիստ ու կացիրը տանում է եւ այնտեղ ապրում են նույն կերպ, եւ կան մարդիկ, ովքեր ինտեգրվում են այդ երկրին եւ վերցնում են իրենց սովորությունները։ Օրինակ իմ կնքահայրը ապրում է իր ընտանիքով 20 տարուց ավելի Լեհաստանում եւ ոնց Հայաստանում էր նույն կերպ, այսպես ոչինչ իրենց առօրյայում չի փոխվել, նույն հայկական սովորությունները, հայկական ուտեստները, այո, միայն միջավայրն է փոխվել։ Դուք որ տեսակի մարդկանցից եք։ Դե հիմա քանի որ 10 տարեկանից ապրում եմ Միացյալ Նահանգներում, կարծում եմ, որ իմ խոսակցականից հասկանում եք, որ ոչ մի բան չի փոխվել, այսինքն իմ ծնողներս դաստիարակել են մեզ բնականաբար հայկական, մեր հայկական ադատներով, ինչպես որ ասեցիք, ընդհանրապես վայրն է փոխվել, ոչ մի բան չի փոխվել։ Մեկ բաժակ սուրճով են սկսվում առավոտները ձեր։ Սուրճ չեմ խմում, բայց Հայաստանում ստիպված եմ, որովհետև լույսը բացվում է, ընկերներս գալիս են մի հատ սուրճ չխմենք, այս չանենք, ասում եմ, դա խմենք, թիչ չկա, հարմարվող եմ ես։ Առավելևս ընկերները երաժիշտ ընկերները։ Այո, երաժիշտ ընկերները։ Ես առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց բոլորին, որ ամեն վարքյան լավ ես քեզ զգում, որ ընկերները, թեկուզ երաժիշտ ընկերները, ինչ արեցիր, հաց կերար, ինչ արեցիր, մենակ չեն թողնում մեկ վարքյան, ավելի քեզի ուժ է տալիս, որ թեկուզ մենակ ես ստեղ, բայց ամուր է ամեն ինչ քեզ համար։ Ամեն անգամ, երբ որ մտածում ենք, որ ժամանակն է գնալ Հայաստան եւ մի մենահամերգ այնտեղ անել, անցկացնել, ինչ դժվարություններ ենք հանդիպում, կամ առաջինը հենց ինչից ենք սկսում, երբ որ միտքը արդեն կա։ Դե մենակ գնալ, մոտավորապես ամիս ու կես առաջ պատրաստվել, ընտանիքից հեռու, ծնողներից հեռու, բայց նորից գամ են փաստին, որ եթե ունես հարազատ ընկերներ, հարազատ մարդիկ քո կողքին, այդ ամեն ինչը այնքան հարթ է լինում քեզ համար։ Կարոտը կա ծնողների ընտանիքի հանդեպ, բայց ոգեշնչվում ես, որ չէ, ստեղ ունես հարազատ մարդիկ, որ ամեն վարքյան քո կողքին են եւ ոչ մի վարքյան չեն նենց անի, որ դու մի նեղություն քաշես։ Նշեցիք, որ նախորդ այցը 18 թվականին է եղել հայրենիք, ինչ է փոխվել այս կարճ ժամանակահատվածում, որը քիչ հարաբերական է, կարճ է թե ոչ։ Բնականաբար ժամանակի հետ լիքը բաներ փոխվել է, բայց այդ փոխվածության պահով ես նայած մարդ ինչպիսին է տրամադրվում։ Եթե ընկնես ամեն մանրունքների հետևից, միգուցե ոչ մի բան չի փոխվել, միգուցե շատ բան է փոխվել։ Այսինքն դու ինչպես ես տրամադրված այդ ամեն ինչին, նորից գալիս է այն զգացմունքը, որ քո հայրենիքն է, քո ծննդավայրն է, բնականաբար շատ լավ բաներ կան, որ փոխվել են, դեռ բաներ կա, որ չի փոխվել, բայց ինչպես ասում են, քո հայրենիքին մոտեցում պետքա ցույց տաս իր լավ ու վատ կողմերով։ Ես այտենց եմ մոտեցում ցույց տալիս։ Մենք նշեցինք, որ Խաչիկը Եվան նույնպես պիտի լիներ այսօր մեր հյուրը, որովհետև ինքը համերգի ռեժիսորն է։ Հասկանանք համագործակցությունը Խաչիկի հետ։ Մի քիչ բամբասենք Խաչիկի։ Խաչիկի հետ երկրորդ անգամ արդեն նախ ես իմ կյանքում իմ գործընկերների հետ առաջինը ընկեր եմ, հետո նոր գործընկեր։ Ինքը արդեն երկրորդ անգամ է, որ համագործակցում ենք իրար հետ։
լավ մարդ, տաղանդավոր մարդ, հաճելի է, երբ որ կողքիդ ունես մի մարդ, որ մի պահ քեզանից ավելի շատ է մտածում կոնկրետ գործի մասին, համերգի մասին, այն որ լույսը բացում է, ապեր էս արեցինք, էս ենք անելու, այն ենք անելու, դու արդեն ավելի շատ դու քո հոգու խորքում պլանավորում ես, մտածում ես, որ վсё, ես ինչքան հնարավոր է ավելի լավ է կենտրոնանամ իմ երգերի ու իմ երգելու մասին։ Շատ տաղանդավոր մարդ, շատ լավ ընկեր, որի հետ այնքան հեշտ է ամենաառաջինը աշխատել, իսկ ընկերության պահով ես արդեն ճանաչում եմ իրան մոտ համարյա 10 տարի, լույսը բացվեց հենց այսօր, գրեց, զանգահարեց, ասեց քեզի բարի եթեր, ամեն ինչ լավ կլինի, մի մտածի, ուղղակի ամեն ոլորտում է, մեր կյանքում, մեր հարազատների հետ կապված կլինի գործընկեր, կլինի հարազատ, դու քեզ լավ ես զգում, որ մի մարդ կա կամ մի քանի մարդիկ կան, որ եթե քեզանից ավել չէ, քո հետ հավասար մտածում են քո մասին, քո գործունեության մասին, առօրյայի մասին, մի խոսքով ողջունում ենք քեզ Խաչի ջան, բայց չենք ներում, որովհետև չես եկել։ Այո։ Ես պատկերացնում համերգի օրը, քեզ լավ համերգ, ես չեմ գալի։ Չեմ կարող գալ, քեզ չէ, ես կարծում եմ բան չի ա։ պատասխանատվությունը շատ մեծ է Խաչիկի իր գործերի հետ կապված։ Հետո ինքն էլ է, սենց այն որ ասում են ժողովրդի խոսքով վտվտիկ սենց նստում գնում գալիս սենց։ Շատ վաղուց ճանաչում ենք Խաչիկին եւ հենց իր տեսակը ամբողջությամբ նվիրվածությունը գործին։ Հարութ հաջորդիվ համերգները Միացյալ Նահանգներում լինում են, թե այնտեղ հանդիպումներն ուրիշ տեսակ են։ Չէ, լինում են, Աստծո կամքով երևի այս տարվա վերջ ստեղ բարով խերով ավարտենք, Միացյալ Նահանգներում կլինի։ Այսինքն բնականաբար միշտ պետք է աշխատես, միշտ պետք է երգերով, համերգներով, դա իմ գործն է, Աստծո տված գործն է եւ ես չեմ պատկերացնում ինչ որ մի ուրիշ բանով զբաղվեմ։ Որն է հայկական խոհանոցում ձեր ամենասիրելի ուտեստը։ Տոլման։ Ընտիր։ Դե այս ընթացքում համոզված եմ ձեզ շատ են հրավիրել տոլմա ուտելու, Հարութ ջան, եւ անպայման հաջորդ անգամ որ հրավիրեն, ձեզ հետ կվերցնենք հենց այս գինի, որը սիրով կնվիրենք, Իջևանի Սարգոն սպիտակ չոր գինին է, որը հաստատ լավ տրամադրություն կտա հատկապես գինի շատ եմ սիրում ես։ Առավել եւս, եւ ուզում եմ նվիրել ձեզ էմոցիաներ, բացիկներ, որոնք նախատեսված են հարազատ ու սիրելի մարդկանց նվիրելու համար, ծաղիկների հետ, նվերների հետ, բացիկների ֆենոմենը նրանում է, որ այստեղ ներառված են սիրված երգերից կամ բանաստեղծություններից հատվածներ։ Ուզում եմ նվիրել մի բացիկ, որի վրա հետևյալ տողերն են, հաստատ համոզված եմ, որ կա մարդ, ում սիրով սա կնվիրեք նաև ձեր կողմից, ուր որ գնաս հետդ կգամ, հենց որ կանչես մոդդ կգամ։ Այս բացիկը ձեզ Հարութ ջան։ Շնորհակալություն։ Տրամադրություն էմոցիաներ շատ մեր հանդիսատեսը կստանա նաև հունիսի 8-ին, եթե իհարկե ժամանակ հատկացնի եւ ներկա գտնվի Հարութ Բալյանի մենահամերգին, ինչպես արդեն Հարութը նշեց, ընկերներ են շատ լինելու, զուգերգեր են լինելու, Չեոմային հուսանք վիզայի հետ ամեն ինչ ստացնել կլինի։ Մի խոսքով հետաքրքիր ու լավ տրամադրություն եւ էմոցիաներ են սպասվում։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն հյուրընկալելու համար, շնորհակալ եմ մեր ժողովրդին, որ միշտ ինձ ընդունում է, գնահատում է իմ արած աշխատանքը, իմ ընկերների արած աշխատանքը, ապրեք խաղաղ, Աստված ձեզ բոլորիդ պահապան։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն։ Դե ես վստահ եմ, որ կարոտած հանդիսատեսը արդեն հունիսի 8-ին կլինի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Ի դեպ այս գեղեցիկ նոտայի վրա ասենք, որ այս ամառը շատ հագեցած է համերգներով եւ մեր շատ սիրելի հայ աստղերն են այստեղ համերգ տալիս եւ դրսից շատ հյուրեր ունենք, այնպես որ ձեր ամառային հանգիստը տեղափոխեք աշուն սեպտեմբեր եւ ամռանը մնացեք հայրենիքում եւ եթե մարդիկ ապրում են հայրենիքի սահմաններից դուրս, հրաշալի առիթ է հայրենիք վերադառնալու եւ աստղային համերգներին լինելու եւ մեր աստղերի հետ շփվելու համար։